Սեպտեմբերի 21-ն էր 23 թվականի, երբ ես ոտքով իջնում էի նախագահական եւ տեսա քիչ այն կողմ հենց նախագահականի դիմաց նախագահ Սահակյանը քարի վրա նստած մի հոգևորականի հետ խոսում է։ Մոտեցա, շատ ծանր էր այդ հանդիպումը մեր։ Ես երբևէ այդպես մոտ շփում չեմ ունեցել եւ սա առաջի անգամ եմ ասում, գիտեք, եթերով։ Գրկեց նախագահը ինձ։ Ես փլվեցի, անկեղծ սկսեցի լաց լինել ու ասում եմ, «Էս ինչ եղավ, պարոն նախագահ, էս ոնց եղավ, որ էսպես եղավ»։ Ինքը ասում է, կանգ չառնես ու երբևէ չդադարես պայքարելուց։ Ասում ինչ պայքարել, չկա Արցախը, չկա, կապ չունի, որ հիմա ես քայլում եմ այս հողի վրա, չկա այլևս Արցախ։ Մեզ հանձնել են։ Ու այդ խոսքերը հիմա իմ ականջում են անընդհատ ասած, կապ չունի, որ աշխարհի որ ծայրում լինես, կանգ չառնես։ Այդ բան գիտեք, չգիտակցեցի, հետո հասկանում եմ, միգուցե ինքը գիտեր իր հետ նաև ինչ է լինելու եւ դա իր այսպես պահանջն էր։ Գուցե պատգամներ նաև այսօրվա համար, այո։